Ես ամենաշատը սիրում եմ մեր հայկական խոհանոցը և այսօր որոշել եմ հետաքրքիր փաստեր ներկայացնել հենց մեր ազգային հայկական խոհանոցի մասին։ Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է։ Ժողովրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում։ Շատ կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները։ Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից։ Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով։ Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ։ Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված Վանատուրը։ Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին։ Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ։ Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ։ Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես որ հացը կտրեին խաչաձև։ Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը, որոնք նրանք կապում էին բարեկամության հետ։ Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել։ Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել, իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը։ Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ։ Հայկական լեռներում կարող են գտնել բազմաթիվ ուտելի բույսեր։ Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում։ Հաշվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր։ Հայկական խոհանոց ասելով առաջին հերթին պատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն, բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն։ Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս։ Տոլմա բառն առաջացել է ուրարտական տոլի կամ ուրարտերեն ուդուլի բառից, որը նշանակում է խաղողի տերև։ Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով։ Հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ։ Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8-րդ դարում։ Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում։ Դրանցից մեկն է պասուս տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից։ Հնում պասուս տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը։ 2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է։ Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման։ Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում։ Խաշ ուտելու ավանդույթները գալիս են դեռևս հեթանոսական ժամանակներից, սակայն դարերի ընթացքում պատրաստման եղանակներն ու ձևերը չեն փոխվել։ Կերակրի անվանումը առաջացել է խաշել կամ խարշ բառերից, որոնց հնչյունափոխության արդյունքում ստացվել է խաշ բառը։ Ըստ բազմաթիվ հյուսված լեգենդների, խաշը ի սկզբանե աղքատների կերակուր է համարվել։ Պատմում են, որ երբ հարուստները անասուն են մորթել, միսն իրենց են վերցրել, իսկ ոտքերն ու թորոտիկը աղքատներին բաժին հանել։ Դե իսկ աղքատներն էլ եփել են և առավոտյան թաքուն կերել, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին։ Ըստ ազգագրագետների, հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպեսզի ընտանիքը պաշտպանեին չար աչքից։ Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը, և իզուր չէ, որ հարսանիքների ժամանակ հենց գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում։ Գաթան նաև ամանորի սեղանի ամենակարևոր բաղադրիչն էր հանդիսանում, որի մեջ թաքցնում էին կոպեկը կամ դովլաթը։ Այն սովորաբար կտրում էին տան ամենափոքր անդամի մեջքին դնելով։ Այն անդամը, ում բաժին էր ընկնում կոպեկը, համարվում էր տարվա հաջողակը։
Հապաման հայկական ավանդական ծիսական կերակրատեսակ է։ Ի սկզբանե այն մատուցել են հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը լինի նույնքան քաղցր, հարուստ և գունեղ։ Հապաման ունի նաև հատուկ խորհուրդ։ Ըստ լեգենդի, դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը մարդկությունը, իսկ չրերն ու ընկուզեղենը խորհրդանշում են տարբեր ազգության և հավատքի մարդկանց։ Ըստ հին հավատալիքի, Ղափաման պատրաստվել է, որպեսզի աշխարհում խաղաղություն և բարություն լինի։ Խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են երկրին և ժողովրդին։ Հայերենում հենց այնպես չէ ընտրված խոհանոց բառը, այսինքն մի վայր, որտեղ խորհում են, իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է, իզուր չէ ասված, որ մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Հայկական քաղցրավենիք։ Քաղցրավենիքը ուրախություն է, իսկ հայկական քաղցրավենիքները կրկնակի ուրախություն։ Հավանաբար չկա աշխարհում մի հայ, որը չի սիրում գաթա, փախլավա, մրգի լավաշ։ Իսկական քաղցրակերներն անշուշտ կգնահատեն հայկական ավանդական քաղցրավենիքների բազմազանությունն ու յուրահատուկ համը։ Դե իսկ իմ հոլովակը կիսատ կլիներ, եթե ես չխոսեի ծիրանի յուրահատկությունների մասին։ Հայկական ծիրանը ոչ միայն համով է տարբերվում այլ ծիրաններից, այլ նաև իր յուրահատուկ գույնով։ Այս յուրահատուկ մրգի գույնը ոչ դեղին է, ոչ նարնջագույն, այն ունի հենց ծիրանագույն երանգ։ Գույնի անունը ծագել է հենց ծիրանի անվանումից։ Ծիրանի է կոչվել նաև այն տոնական հագուստը, որը կրել են հայ թագավորներն ու թագուհիները, քանի որ այն նույնպես ուներ ծիրանագույն երանգ։ Ըստ մի լեգենդի, ծիրանի ծառն այն միակ ծառն էր, որը Նոյը իր հետ իջեցրեց տապանից և տնկեցեց այն հողի վրա, որտեղ պետք է բնակվեին մարդիկ։ Ջրհեղեղը բազմաթիվ ծառատեսակներ ոչնչացրեց, բայց ծիրանի ծառը պահպանվեց։